Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Վանեցի որբը Մարգար Սեդրակյանի պատմությունը Շուշիում անցկացված մեդիաֆորումը քարոզչության համատեքստում Աշոտ Հարությունյան, հուշամատյան մատենաշարի մեկնարկը հայկական հիշողության պահպանման թեզանախաձեռնություն, Պանկ Օթոման 130 տարեկան պատգամ ազգային հիշողության մեջին, խորհրդավոր սպանություն, Պոլսահայ համայնքը թեզա ողբերգության առաջին, Բագֆլույում Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի տոնակատարություն, հետաքրքիր յուրօրինակ ու ֆենոմենալ տիպա Ազնավուրը Գոր Մադոյան։ 1907 թվականի Վանա Խառակոնից շենումը ծնված Մարգար Սեդրակյանը հայրի ցեղասպանության տարիներին կուրցրած ծնողներին մծացալ ու հայկական որբանոցների մայլալ։ Հետագայում ինքը տարալա Երևանը կոնյակի գործարանի անվանի վարպետներամինը յուրան բացառիկ մասնագիտական գիտելիքներով թեզամակարդակի հսցնելով հայկական կոնյակագործությունը։ Սեդրակյանը ստեղծած հայտնի խառնուրդների շարքում էլ Դվին, Նայրի, Ախթամար, Հոբելյանական կոնյակն են վեր արժանացալ միջազգային պետություն գնահատականների։ Յուրամասնագիտական վարպետությունը նպաստել է հայկական կոնյակի միջազգային հեղինակության ձևավորմանը։ 1945 թվականի Յալթայի համաժողովին վաղտը Մարգար Սեդրակյանի ստեղծած Դվին կոնյակով հյուրասիրյալն Ուինստոն Չերչիլին հինչին շնորհիվ այս անվանումը կապել է հայկական կոնյակի միջազգային ճանաչման պատմության հետ։ Մարգար Սեդրակյանի կյանքի պատմությունը հայրի ցեղասպանությունը վերապրած սերնդի տոկունության ու ստեղծագործական ուժի ուշագրավ օրինակներն է։ Հեղինակ Շուշանա Հայասան։ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել է 4-րդ գլոբալ մեդիա ֆորումը վերի թեմանն Ամինը Իլարա մեդիայի դերը խաղաղության, ճշմարտության ու վստահության վերականգնման գործումը։ Հայկական անկյունի քննադատները ֆորումը գնահատել են որպես Բաքվի կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության մաս նշել հավերը անցկացվել է Արցախի հայաթափմանը հայկական մշակութային ժառանգության շուրջ շարունակող մտահոգությունների պայմաններում։ Միջոցառմանը մասնակցան շուրջ 160 ներկայացուցիչներ 54 երկրների քննադատության հիմնական թիրախային ավեր միջազգային մասնակիցների ներկայությունը կարելի օգտագործվել Բաքվի պաշտոնական քաղաքականության հետի միջազգային լեգիտիմության ու դրական տեղեկատվական միջավայրի ձևավորման նպատակով։ Շուշիի նման միջոցառումները ևս մեծ ընդգծում են տեղեկատվական դաշտում պատմական փաստերի, մշակութային ժառանգության ու Արցախ ժողովրդի իրավունքների վերաբերյալ միջազգային իրազեկման կարևորությունը։ Բեյրութ Հայկազյան համալսարանի հրատարակչությունը հայրենիք հրատարակչությունը հայտարարել հուշամատյան մատենաշարի մեկնարկի մասին։ Մատենաշարի պերվեհատորը Բարունակ Թոփալյանի Իմ հայրենի շենս Օխու աշխատության անգլերեն թարգմանությունը My Native Village Օխու։ 1943 թվականին Բոստոնում առաջին անգամ հրատարակված գիրքը ներկայացնում է Օսմանյան կայսրության Խարբերդի շրջանի Բալուգավառի հայկական Օխու գյուղի պատմությունը առօրյա։ Հեղինակը հայրի ցեղասպանությունը վերապրած Բարունակ Թոփալյանը յուրան հիշողությունների միջոցով վերակերտում է կորսված հայրենի շենի աշխարհը։ 1890-ական թվականները հայ ժողովրդին հետի ծանր փորձությունների շրջանն էլ Համիդյան ջարդերը անապահովությունը միջազգային չկատարված խոստումները խորը հիասթափությունն առաջացրալ։ Այս պայմաններում ձևավորվել է համոզումը վեր մենակ դիվանագիտական դիմումները բավարար չեն հայկական հարցը միջազգային օրակարգում պահելի հետի։ Այս համատեքստում 1896 թվականի օգոստոսի 14-ին իրականացվել Պանկ Օթոմանի գրավումը Օսմանյան կայսրության ֆինանսական կարևորագույն հաստատությունների ամինը կապված արել եվրոպական կապիտալի հետ, ուստի գործողությունը նպատակ ունեցավ միջազգային հանրության ու եվրոպական պետությունների ուշադրությունը կրկին ուղղել հայկական հարցին։ Պանկ Օթոմանի գործողությունը ժամանակի ընթացքում տարալա ոչ միայն պատմական իրադարձություն, այլև ազգային հիշողության խորհրդանիշ։ Պոլսահայ համայնքը ցնցվել 64 տարեկան Հակոբ Դեղիրմենջիօղլուի սպանության լուրից։ Ըստ հաղորդումների ինքը սպանվել է իր բնակարանում հարևանի կողմից ոստիկանությանը ահազանգալ է հենց ենթադրյալ հանցագործը հայտնելով վեր հարևան սենյակից տհաճ վտակյա։ Ոստիկանները ներս մտնելով հայտնաբերան Հակոբ Դեղիրմենջիօղլուի անշուջ մարմինը։ Նախնական քննությունն մահվան պատճառը դանակահարությունն է։ Դեղիրմենջիօղլուն ծանոթել է Պոլսահայ համայնքում։ Ինքը նախկինում աշխատել է Սուրբ Երրորդություն եկեղեցում որպես դռնապան, իսկ այս վերջին շրջանում պայքարել է ծանր հիվանդության դեմ ու համայնքային կառույցներից տնալիս նյութական աջակցություն։ Դեպքին հանգամանքները մխլա հարց են առաջացնում։ Ենթադրյալ հանցագործը պնդալաթավ վարձավճարի շուրջ 6 ծակալ, որից հետո բարկության պահին սպանել է Դեղիրմենջիօղլուին։ Բայց զոհի բնակարանի վարձավճարի վերաբերյալ առկա տեղեկությունները հակասություն են առաջացնում, որոնք անհրաժեշտ է պարզել քննության շրջանում։ Արևմտյան Հայաստանը Սամանդաղի շրջանի միակ հայկական շենը Վագֆլոն հյուրընկալել է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի նվիրված ավանդական տոնակատարությունը։ Վագֆլոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու մատուցված պատարագը գլխավորել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Բամաշալյանը, Անատոլիա հայկական համայնքների հոգևոր տեսուչ Ավետիս Թաբաշյանը։ Արարողությանը մասնակցան Հայաստան ու արտերկրի տարբեր համայնքներից եկած հայեր։ Պատարագին վաղտը հնչան շարականե, հավատացյալները աղոթան ու մոմեր են վառալ։ Սահակ Բամաշալյանը յուրան քարոզումը ընդգծել է Վագֆլոյում հայկական մշակույթի ավանդույթների պահպանման կարևորությունը նշելով վեր շենը շարունակում մնալ հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր կենտրոնը։
Վերլուծաբան Գոր Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը Ազնավուրին թայզյա կինոնու միլայշելիս մտածում թա հինչ կարգի աշխատաս է նպատակասլաց ու մարքեթինգի գուրու դեմ քայլել ինքը։ Աշխատածը տերյալ գովազդին իրան, թրենդերին հետևալ, երկացանկը կազմալыз գրավչության ու պրովոկատիվության, աշխատանքնա արվեստագետի էգոն միշտ առաջին տեղում ընտանիքին սիրյալ ու քյոմագյարալ, բայց երբեք ընտանիքի մարդ չի իլալ, վերմըց արվեստագետնա ընտանիքի մարդ իլալ, հետաքրքիր իրոնոք ու ֆենոմենալ տիպ այլել Ազնավուրը ինքը իրան ստեղծած ու կերտած ինքը իրան քանդող հովակող հազար սահմանափակ ու տիժիրություն հաղթահարած, բայց իսկական ֆրանսիացի հայ-ֆրանսիական մշակույթի երաժշտական հասարակական ազատական խառնարանի մասնիկ ու ներկայացուցիչ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։